Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը, ասել են գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ հարաբերությունները կշտկվեին, հիմա ինչ է լինելու։ Մեր ժողովուրդը Ռուսաստանից կախված են, մեր բոլոր երիտասարդությունները Ռուսաստանի այն ոնց ասած աշխատանքով են, որ իրանց ընտանիքը ստեղ պահում են, էլի, որ սա չի թողնում մարդիկ օժոժանեն, այն ոնց ասած շատ կներեք, ես չգիտեմ, ինքը մենակ իր մասին է մտածում, իսկ ժողովրդի մասին չի մտածում, երբեք։ Ո՞նց է լուծվելու այս հարցը։ Եթե սա դուրս գա, սրան վտարեն, դուրս կգա ժողովրդի վիճակը կլավնանա, եթե չէ, պետք է ավելի վատանա։ Ես շատ անհանգիստ եղել եմ, ես շատ անհանգիստ եմ այդ գծով, բայց դե որ երկի ղեկավարները գտել են, որ հնարավոր է, անում են ես հիմա տեսնենք էլի։ Ես շատ անհանգիստ եմ այդ գծով, շատ վերնաշճանի։ Ինչ է անհանգիստ։ Կարող եմ պատահի հետո չկարողանան այդ տեղացը վաճառեն եւ մեր բյուջեն ավելի վատանա։ Այ խոսքը դրանն է։ Այ հակառուսական քաղաքականություն է անում, մեր միտքը չի գնում, Նիկարապետյանը որ նարված է մարդը, հա, հատ պետք է պահել, ամեն ինչ խոստացավ են մարդը, աշխատատեղեր, եսիմ թոշակներ, Գյուղացիները, ովքեր ջերմոցներով աշխատում էին, այսօր այդ արտահանումը արգելափակված է, չէ՞։ Ռուսաստան ապրանք չի գնում, Եվրոպա այն ինչ է իբր թե գնում, դա սուտ է։ Եկեք թվերով համեմատնենք, 2.5-ից 3 միլիարդ միայն այս սեզոնային մրգերն է, միրգ, բանջարեղեն, մեկ է ծաղիկներն է։ Սեզոնայինի մասն է խոսքը։ Այ հիմա որ կա ծիրան, կեռաս, հələ հետոյի մասին չեմ խոսում, որ այսա խնձորնա հասնելու, դեղցնա հասնելու։ 2.5 միլիարդից 3 միլիարդ է։ Դրա արտահանումը։ Եվրոմիությունը մեզ 50 միլիոնի իբր փոխհատուցում է տվել։ 2.5 միլիարդը որտե՞, 50 միլիոնը որտե՞։ Հիմա մի հատ դուք ինձ կարող եք ասել, որն է խաբկանք, որն է խեղճ կատակություն։ Այս ընտրության ժամանակ ստատիստիկայով ովքեր են ամենաշատը ձայն տվել ԿՊ-ին։ Ես դեմ չեմ, թող տան մարդիկ, ազատ ընտրության իրավունք կա, բայց ովքեր են տվել գյուղացիները, այն գյուղացիները, ում վերքը որ այսօր չի գնում Ռուսաստան, ու այսօր ողբում են։ Նու ավել ճիշտ չէ, այդ գյուղի ջերմոցատերերի վերքը չի գնում, բայց այդ գյուղի ժողովուրդը խոմ աշխատում են այդ ջերմոցներում, խոմ փող են ստանում այդտեղից։ Եվ իր վերջովին հետո իրակին չի հասա, քաղաքական դրդապատճառներ ունի։ Հարզա, մարդը ասում է, եղբայր, մենք մի միության մեջ ենք, ԵԱՏՄ-ը կոչվում, ինչա կոչվում, ինչ չի կոչվում, բայց ԵԱՏՄ-ի հաշվին մեր տնտեսությունը զարգանում է։ Որովհետև Ռուսաստանը իր շուկա թողնում է մեր արտադրանքը, որի որակային հետևից ինքը շատ չի ընկնում։ Ժողովուրդ, դուք Եվրոպան տենց բան մի պատկերացրեք, էլի վարդագույն ակնոցներով։ Եվրոպան մի քանի երկիր է, ասի չէ։ Խոսքը ունա Գերմանիայից սկսած։ Վստահում եք ընտրությունների արդյունքներին, թե դուք էլ եք այն կարծիքին, որ ընտրությունները կեղծվել են։ Իհարկե ոչ։ Հենց սկզբանից։ Հենց սկզբից։ Ընտրություն չէ, ուղղակի ստիպված գնացինք հանդեպ, որ պետություն բան արել, մասնակցեցինք, որպեսզի ավելի խայտառակ բան չլինի։ Թեև իմ համակրանքը չկա իրանց բանում, բայց արդարությունը միանշանակավոր պետք է լիներ բան վերա քվեարկություն։ Չեն կարող մի օրենքը ասեն դե սենց հա ու մենք բան ենք անում։ Իհարկե խախտում էր դա։ Տումներ նկատեցիք։ Այն այ ոնց։ Փոխեք ընտրության արդյունքներից։ չէ, ոչ։ Ինչ եք կարծում, կեղծել են։ Բա ինչ է արել։ Կաշառակերն է կեղծել այդ բանկի։ Ես չեմ գրանցել, բայց ես լսել եմ, որ շատ խախտումներ են արել, ու դրա համար պետք է պատասխան տա ինքը։ Ինքը ով։ Նիկոլը։ Այդ կարծիքով կեղծվել են, թե։ Այո, կեղծվել են։ Գագիկ Ծառուկյանի ընտրաթերթիկները կեղծվել են, Սամվել Կարապետյանինը կեղծվել է, Ռոբերտ Քոչարյանինը նույնը, որպես ինքը ինչ է իրանից ներկայացրել, որ իր թերթիկները շատացել են, իսկ նրանցը զրոյական են դարձել։ Մինչև ընտրությունը 2-3 ամիս հետո 10,000 դրամ ինչ է թոշակառուն, ինչ պետք է այդ 10,000 դրամով անի, հենց ընտրությունից առաջ ինչքան սոցիալական ծրագիր ունեն ակտիվացրեցին, ինչքան հələ ապահովագրություն են մտցրել, մի հատ կարաս ասես, այդ բժիշկը շանքթի ջուր է խմում։
Պոլիկլինիկայի բժիշկ է, ծանոթ ունես, խոսացել ես։ Մեղք են այդ մարդիկ։ Ասենք բժիշկ են, ասենք բժիշկ իր կյանքով չի ապրում, հիվանդի կյանքով ապրում, հարց չկա։ Բայց այդ մարդկանց վիճակը տեսել եք։ Կամ լավ, իմ ծնողս էլա թոշակառու, ուզ բացում է հերթագրվի մի շաբաթ հետո ատալի, ախպեր հիմա եմ ես հիվանդ, մի շաբաթ հետո եմ շաբաթն է, ժողովուրդ, այդ ֆոնդը սպառվել է, այդ դեղերի, անվճար դեղերի ֆոնդը սպառվել է, դեռևս հունիս ամիսն ենք, տարվա կեսն է չի, հարց եմ տալիս, սեպտեմբեր, նոյեմբերին, այդ նույն թոշակառուն, այդ անվճար դեղը, ինչի ասել են դեղ չկա, գնա հենա, պաժալսը, 5000 դրամ առնում ես առ, ճիշտ է դա, ճիշտ չի, դա ինչի հետևանքն է, որ մարդիկ անում են նրա համար, որ ընդհանրապես դրոշականն ասեն արել եք, ոչ թե նույնիսկ չկա պատասխանատվություն։